Նախարարությունը կապվել է միջազգային գործընկերների հետ արբայնակային տվյալներ ստանալու խնդրանքով։ Սա հնարավորություն կտա ավելի արագ գտնել երեխայի հետքը, վերևից տեսնել ողջ գյուղի, այդ թվում երեխայի շարժը։ 12 օր շարունակվում են որոնումները, բայց արդյունքներ չկան։ Երեխային փնտրում են գետում և հնարավոր չդարձավ այս օրերի ընթացքում գոնե մեկ հետ գտնել նրանից։ Այժմ ավելի մանրամասն դիտեք։ Շատ կարևոր տեղեկատվություն 2-ամյա Տիգրանի վերաբերյալ, այս դեպքի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ մի տարածեք չճշտված տեղեկատվություններ, եւ մենք սա ամենասկզբից ասել ենք, որ չի կարելի մարդկանց խառնել այս գործին, օրինակ մենք տեսանք, որ էքստրասենսներ են խոսել եւ մենք միշտ ասել ենք, որ նրանք ստախոսներ են, եթե կար ինչ-որ մեկը, որ մի բան գիտեր, որ մի բան գուշակել էր, նույնիսկ այս պահին բոլորը սպասում են մի լավ նորության, որ երեխան կգտնվի։ Գնայիք գյուղ, որտեղ որ դուք տեսել եք երեխային, գտնեիք։ Մենք սա ասել ենք, ոչ մեկ չգնաց։ Էքստրասենսները զանգում են հորը, ասում են գնա, այսինչ տեղը նայի, այդ մարդ իր մտքերը, իր զգացմունքները եւ այլն այս պահին շատ վատ վիճակում գնում է ու տեսնում է, որ խաբվեց։ Էլի խաբվեց, տասնյակ խաբեություններ եւ մենք ասացինք, որ սրանց մի հավատացեք, մի քանի անգամ ասել ենք։ Հետո ամենազավեշտալին, որի մասին ուզում եմ խոսել, գյուղացներից մեկին էին մեղադրում, հարևանուհուն էին մեղադրում, ասելով, որ նա կասկածելի պատասխաններ է տվել լրագրողներին։ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ գնացել են հարյուրավոր մարդիկ, հարցաքննվել են գրեթե բոլորը, այդ թվում նաև հարևանները։ Հարևանին նկարներով տարածել, ասել, որ նրա հետ կարելի է կապել, դա խելագարություն է, մարդկանց անմեղ տեղը մեղադրելը։ Հարևանների մասին եթե կային տեղեկատվություններ, առաջինը կտար հենց Տիգրանի երեխայի ծնողը կամ պապիկը, շատ լավ ճանաչելով հարևանի։ Սենց համացանցում նստած տեսել են, որ հարևանը կաշկանդված կամ լարված պատասխան է տվել եւ մտածում են, որ ինքն է առևանգել, հետո ասում են, թե ցիգաններ եկան տարան, հետո ասում են չբերներ եկան տարան, հետո արծիվների վրա են գցում, որ արծիվներ եկան տարան ու չեն պատկերացնում, որ արծիվը չի կարող 12 կիլոգրամ, 15 կիլոգրամ քաշ վերև բարձրացնել, նույնիսկ չի կարող գետնից պոկել, էլ ուր մնաց վերև բարձրացնել, ուզում է լինի աշխարհի ամենամեծ արծիվը։ Սրանք էլ եմ ասում, ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ չի կարելի մարդկանց նյարդերի հետ խաղալ այս առավել քան լարված նյարդային պրոցեսներում, հարևանների վրա բարդել, համացանցով մեղադրել մարդկանց։ Ներքին գործերի նախարարությունը ասում է, երեխան մեծ հաշվով այո ընկել է գետը։ Երեխան չէր կարող անհետանալ ուրիշ տեղ։ Եվ այսօր ավելի շատ հեշտ է այս տեխնիկայի, տեսախցիկների եւ նոր տեխնոլոգիայի դարում գտնել առևանգված երեխային, քան գետը ընկած երեխային։ Բայց իրանք երկու ուղղությամբ աշխատանքներ տարել են, երեխան չի հայտնաբերվել ոչ գետում, ոչ էլ առավել եւս առևանգված։ Դրա համար պետք է ուղղակի նման տեղեկատվություններ չտարածել։ Վարկածները ինչքան որ շատ են, այնքան էլ ուղղակի անհնարին են դառնում։ Երեխան մարդկանց աչքից, այսինքն նախ ծնողների, հետո հարևանների, նրանց աչքից ընդամենը 10-15 րոպե է բացակայել։ Դա շատ կարճ ժամանակ է, որ ինչ-որ մեկը գար, նկատեր, մի հատ իր շուրջը պտտվեր, տեսներ հաստատ մարդ չի տեսնում ու երեխային վերցներ գնար, ոչ մեկ չնկատեր այդ մարդուն հետնել գյուղում։ Գյուղում ամեն մի ճանճի տզոցը գյուղի բոլոր բնակիչները նկատում են։ Մանավանդ ավելի փոքր գյուղերում։ Անծանոթ մեքենաներ, անծանոթ դեմքեր, սա գյուղը նկատում է, ովքեր չեն եղել գյուղում, թող իմանան, որ ինչ որ մեկը երբ որ մտնում է գյուղ, ամբողջ գյուղի ուշադրությունը այդ ինչ որ մեկն է։ Ոնց կարան գյուղ մտնեն մարդիկ, երեխա առևանգեն ու մեկը չհիշի, որ գյուղ կասկածելի մարդիկ են մտել։ Նույնիսկ եթե չեն հիշել, ոստիկանությունը բացել է տեսախցիկների ձայնագրությունները եւ ամբողջ մեքենաները, որ այդ օրը մոտավոր այդ ժամերին դրանից հետո անցել են, այդ մեքենաները պարեկները կանգնեցրել են, հարցաքննություններ, խուզարկություններ եւ ոչ մի արդյունք։ Եվ այսպես ուշադրություն ներքին գործերի նախարարության
աշխատակիցները հայտնում են հետևյալը, որ գլխավոր վարկածը մնում է այն, որ երեխան ընկել է գետը։ Երեխային գողանալու առնչությամբ իհարկե քննություն իրականացվել է, արձակնվել են գյուղի բոլոր բնակիչները, արձակնվել են գյուղ մտած բոլոր անձինք, արձակնվել են այն մեքենաների վարորդները, որոնք մտել են գյուղից դուրս են եկել, ու զարկվել է բոլորի տները, բոլորի մեքենաները։ Եվ բնականաբար, քանի որ երեխան չկա, ստացվում է, որ երեխան չի գտնվել, երեխայի մասին տեղեկատվություն չի եղել կասկածելի, որ կարելի է ենթադրել, որ նրան գողացել է։ Ընտանիքի անդամները համակարծիք չեն իրավապահների եւ փրկարարների հետ, նրանք ասում են, որ ընկել է գետը, ընտանիքի անդամները ամենաառաջին իսկ օրվանից հայտնում են, որ երեխային առևանգել են։ Եթե գետն է ընկել, ապա 11 օր շարունակ ոչ մի կոշիկ, ոչ մի հագուստ, առավել եւս երեխայի մարմինը գետից դուրս չի բերվել։ Բայց նաեւ հասկանում ենք, որ շատ բարդ է, գետը բավականին վարար գետ է, շատ վարար գետ է, եւ աշխատանքները այնտեղ իրականացվում են առավոտվանից մինչև ուշ գիշեր, եւ բնականաբար արդյունքը, որ երեխան պետքա գտնվեր, չկա։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցը հայտնեց հետևյալը, որ շատ մարդիկ են տարվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննության նպատակով եւ հենց այդ կասկածները, որ երեխային առևանգել են, այդ կասկածների հիման վրա մարդիկ տարվել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննությունները իրականացվել հարյուրավոր մարդկանց հետ եւ արդյունք չկա, իսկ իրանք եթե մի գրամ կասկած ունենային ինչ-որ մեկի վրա, նախ այդ մեկը արդեն կլիներ ճաղերի հետևում եւ հետո այդ մեկը արդեն իսկ բացահայտած կլիներ երեխայի հետքը, չկա երեխան, չկա որևէ ուրիշ վարկածներ, կամ երեխան առևանգվել է, կամ երեխան ընկել է գետը, բայց այստեղ կա նաեւ այլ վարկածներ, իհարկե դրանք եւս իրավապահների եւ փրկարար ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են, որ երեխան ինչ-որ մի հոս է ընկել, հոր է ընկել կամ նման ինչ-որ տեղ, բայց էդ էլ են ամբողջությամբ ստուգել եւ առաջին իսկ օրվանից նրանք ասում են, որ երեխան ընկել է գետը, ծնողներն ասում են, որ ոչ նրան առևանգել են, ծնողները գնացին Սուրբ Հովհաննես մատուռ իրենց խնդրանքը առաստված ուղղելու, հույս ունենք, որ մի հրաշք կլինի եւ երեխան չի գտնվի գետից, այլ ինչ-որ մեկը նրան առևանգած կլինի եւ դա կբացահայտվի եւ բնականաբար ողջ առողջ նա կվերադառնա տուն։ Բայց եթե նույնիսկ իրականում երեխան ընկել է գետը, կցանկանայինք, որ ավելի շուտ կարողանա նրան գետից դուրս բերեն։ Աշխատանքները ամենօրյա ռեժիմով տարվում են, փրկարար ծառայությունը փայլուն աշխատանք է կատարում, ոստիկանությունը փայլուն աշխատանք է կատարում, պետք է այս մարդկանց անընդհատ